Վահագը մեքենան է պատրաստում։ Այս կոնտեյներից հետո համարյա ոչինչ չեմ արել ավտոյի հետ։ Ոչ բարվոք վիճակում է, բայց շատ մեծ շանսեր ունի շատ արագ վերակենդանանալու։ Նախ կուզենամ նշեմ, որ մեքենան ամբողջությամբ դետալները պատրաստված են եղել չագուչով, ծեծելով մետաղը, նստացվել են, այն ժամանակով չեն եղել տենց հատուկ գործիքներ, որ իրենց պատրաստ էին։ Մի հատ sense հետաքրքիր լուծում, հա, ասենք դուռը գալիս է հասնում է կրլոյի կեսին, բայց ինքը հետաքրքիր ձևով sense բացվում է ու ոչ մի բանի չի խանգարում։ Իրա sense ապակու դիզայնը նենց է, կառուցվածքը նենց է, որ sense շատ գրավիչ է դարձնում։ Տեսա դաշտը ամբողջությամբ բացված է։ Նոր մեքենաներին հիմնականում շուտ է ավարտվում, իսկ ստեղ ապակին կլորանում է։ Ավելի շատ զգացվում է այս հետևի ապակու վրա այդ ամեն ինչը։ Ի սկզբանե մեքենան եղել է հենց կապույտ գույնի ու նույնպես ինքը վերականգնելու եմ նույն կապույտ գործարանային գույնով ներկեմ, կապույտ մետալիկ է։ Այսինքն 66 թվականին այդ գույնը եղել է։ Ամենակարևորը, որ իր այս նիկելային հատվածները համարյա թե վնասված չեն, ունի մի թեթև ընթացային խնդիրներ, ժանգոտտեղեր շատ ունի, դրանք պիտի ամբողջությամբ մեքենան քանդվի, նորից հետ հավաքվի։ Բայց կուզեմ նկատեք, որ 66 թվականա մեքենան չունի ռամկա, չունի ապակու պահելու տեղ, ստեղ sense բոյ նիկել է գնում, դռները շատ փափուկ ձևով փակվում են։ Նաև ասեմ, գտել եմ մեքենայի ռեզինները ամբողջությամբ, բոլոր ռեզինները, որ պիտի փոխեմ, գտել եմ շարժիչի բոլոր այդ փոխվող բաները, դետալները, ռեզինները, սալնիկները, ամբողջությամբ արդեն ինֆորմացիա եմ հավաքել, որտեղից պիտի առնեմ, ինչ որ բաներ արդեն սկսել եմ առնել մեքենայի համար, բայց ամենամեծ խնդիրը այս դեղին լույսերն են։ Իրանց պլաստիկի որակը, քանի որ հին ժամանակվա է, արդեն չորացած են։ Դու որպես իրան գործարանային գտնելը չվնասված, անհնար է դարձնում։ Ու նույնիսկ եթե դու գործարանային իրան գտնում ես, տեղադրելուց կարաս շատերս ջարդես, որտեղ ինքը արդեն վնասված են։ Դրա համար ստիպված կարող է լինեմ որոշակի օրինակ դետալներ ռեֆաբրիշտ առնել, այսինքն վերականգնված կամ նոր սարքած։